Կես ժամ առաջ են այս լուսանկարները հրապարակվել Վոլոդիա Գրիգորյանի Facebook-յան էջում։ Դավին Անտեղյակ ժպտում է համայնքապետը։ Շնորհակալագրեր է հանձնել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններից մրցանակներով վերադարձած մարզիկներին։ Անընդհատ ժպտում էր, անընդհատ։ Դանակը 10 արյուն չի կաթա մարդկանց սրտերից։ Այստեղ ամեն մեկը մյուսին տեսնելով ցավակցում է։ Իրականում եմ ասում, այսօր հարևանը հարևանին ցավակցություն է հայտնում, որ իհարկե լրիվ սուք է։ Սգում են Փարաքարը, Այգեկը, Արևշատը, Բաղրամյանը, Թայրովը, Մերձավանը, Մուսալերը, Նորակերտն ու Պտղունքը։ Նա խոստացել ու դարձել էր բոլորի համայնքապետը։ Տեղս չեմ գտնում։ Մեկ էլ հավատալից չի գալիս այս բոլորը։ Ելքի գլխի մարդ էր, եկել էր ղեկավարելու, այն է գյուզալ տղին տվին սպանեն։ Բոլորին հասնում էր։ Մեր համար ինքը ոնց որ կուր կլներ։ Հենց որ մի քիչ լավ աշխատում, դրան սպանում է, որովհետև չկա այն ռուսի ասած խոսքը սպրավիդլիվստի նետու։ Խոնարել են առավոտյան Փարաքարի համայնքապետարանի դրոշը։ Աշխատակիցները շվարած այս ու այն կողմ են գնում, արցունքները թաքցնելով տեսախցիկներից։ Այս դուռը մոտ կես տարի է գիշեր-ցերեկ կրնկի վրա բաց է եղել, հիմա ամուր կողպված է։ Առանց շաբաթ կիրակի աշխատում, ընդ որում աշխատում յուրաքանչյուր բնակչի հետ, երբ գնում է իր համայնքապետարան, անընդհատ իր մոտ բնակիչներ են գալիս եւ ազատ, որ դուռը միշտ բաց էր, այսպես ասած, հա։ Մեսրոպ Արաքելյանը երբեք չի մոռանա ցնծագին այն երեկոն, երբ շտաբում նստած հասկացան, որ ընդդիմադիր միասնությունը ջախջախի հաղթանակ է տարել մարտի 30-ի ընտրություններում։ Առաջինն ինքն ու Վոլոդյան գլխի ընկան, որ վերջին տեղամասի արդյունքներին սպասելու կարիք էլ չկա, անգամ եթե 0 ձայն հավաքած լինեին, միևնույնն է հաղթելու էին։ Հետո երջանկության ալիքը օդ բարձրացրեց ընտրված համայնքապետին ու հրավառությունը լուսավորեց երկինքը։ Ընտրությունից ժամեր հետո տված առաջին հեռախոսային հարցազրույցում համայնքապետը միայն անելիքներից էր խոսում, խոստանում գլխավորը՝ համերաշխություն։ Շնորհակալ եմ բոլորից, ովքեր որ քվեարկել են, եւ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր որ նաեւ չեն քվեարկել։ Ես բոլորի համայնքապետն եմ լինելու։ Ինձ համար շատ կարևոր է համայնքի մթնոլորտը, որ ժողովուրդը այդ հանգստությունը, հա, իրենց վստահությունը համայնքի նկատմամբ, համայնքի ղեկավարի նկատմամբ, համայնքի աշխատակիցների նկատմամբ լինի վստահություն։ Փարաքարցիները, որ 6 ամիս համոզված էին, իրենց վստահ քվեարկությունն է բացելու Հայաստանում իշխանափոխության ճանապարհը, հիմա թևաթափված են։ Գիշերը համայնքապետի հետ փորձել են սպանել նաև իրենց դիմադրությունը։ Ոսկի մարդ, լավ ընտանիքի հայր, լավ համայնքապետ, մի քանի ամիս է ինչ ընտրվել է արդար ձևի, շեշտում եմ, արդար ձևի ընտրվել է համայնքի ղեկավար, ու իր աշխատանքը փաստ է։ Ծնված օրվանից ճանաչում ենք անմեղ, բարի, խելացի։ Տենց երեխա ասում, այս 7-8 գյուղը ասում էր, արդեն խաղաղ կապրենք, մի քիչ խաղաղ կապրենք մեր Վալուդյանը, բայց ինչ այսքան կարճ տևեց։ Բարի մարդը տեղ չունի փաստորեն։ Նույն նախադասությունն են ասում փարաքարցիները, երբ լրագրողական համառությունը փորձում է հասկանալ, հատկապես ինչ է արել համայնքապետը, որ այդքան ամուր տեղավորվել է մարդկանց սրտերում։ Մեկ անգամ հետը շփված լինեիք, կհասկանայիք։ Ես իրանից ցավանդել եմ։ Պատկերացնում եք մարդ անձնավորությունը, եթե մարդ է կոչում, ինքը մարդ անձնավորություն է, մարդ է մեծատառով։ Ինչի հետում են հարցերը լուծում է, մանկապարտեզը դրիար է, բայց քիչ վանա ժողովուրդը ինչքան ուրախ, 10 դրամ գետնից գտնում ես ուրախանում ես։ Նա մասին ոչ մեկը իրավունք չունի վատասի։ Արդար քննություն են պահանջում փարաքարցիները։ Այդ վիժվածքին, այդ վիժվածքներին, ես ոչ թե կարծում եմ, համոզված եմ, դա մի հոգու ձեռի գործ չի, դա մի քանի հոգու ձեռի գործ է, բայց կրկնում եմ, շեշտում եմ նորից, որ ինքը թշնամիներ չի ունեցել, որովհետև ինքը այդ մարդը չի, ես իրան 5 չէ, 15 մատի պես գիտեմ, որ ինքը այդ մարդը չէր, որ թշնամիներ ունենար։ Կրկնում եմ, ամբողջ կյանքը մրջում տրորած չկար այդ տղեն։ Վոլոդիա Գրիգորյանը ամուսնացած էր, 4 երեխայի հայր։ Համայնքապետի ընտանիքին իրավապահները տեղափոխել են ապահով վայր։ 42 տարեկան էր դառնալու մոտ 1.5 ամսից։ Կառավարման մասնագետ էր, բայց նաև ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մանկավարժի կարատեդոյի մարզչի որակավորում ուներ։ Արդար մարտում կտապալ էր չարագործին, հավանաբար դա լավ գիտեր դիմակավորը։
սպորտման տղա էլ մեր ընկերն է, ինչ հարցը ուզել ես ասա օգնել է մարդը։ Ես չեմ ուրանա, իր արածը կյանքում մեկ։ Ինքը իմ սրտի մեջ կա մնալու է։ Սկզբունքն է, որ ամեն ինչ պետք է հասցնել, անկախ այն ժամանակը չի ելիքում, ընտանիք, ընկերներ, աշխատանք, քաղաքականություն, ամեն ինչ պետք է հասցնել։ Ընկերները ափսոսում են, որ շատ չեն խոսել հետը։ Շատ խոսել չէր սիրում Վոլոդյան։ Աշխատում էր առավոտյան 7-ից մինչև ուշ գիշեր, ասես զգում էր, քիչ ժամանակ ունի։